Ողջույն Front TV-ի սիրելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է Համահայկական ազգային միասնության խորհրդի անդամ Սմբատ Մաթևոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ եմ, դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Վերջերս Համահայկական ազգային միասնության խորհրդի միավորում է ստեղծվել եւ դուք այդ խորհրդի անդամն եք։ Համաժողով իրականացավ, ձեր կարծիքով այս համախմբման արդյունքում ինչ-որ բան քաղաքական դաշտում կփոխվի արդյոք։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ փոխվի։ Ու փառք Աստծո, ոնց որ անցած անգամ ձեր եթերում ասեցի, ծնագնդի պես գլորվելով մեր աշխատանքը բարձունքի ցույց տալի։ Ամսի 2-ին եղավ ընդհանուր համաժողով, իսկ ընդամենը 3-4 օրը արդեն խորհուրդը ձևավորվել է, նիստը կայացավ։ Մարդիկ միանում են, հասկանում են ինչ աշխատանքներ է սպասվում, ինչ ծրագրեր կա։ Լավ է, նորմալ է, ուղղակի process է, պետք է, քանի որ նոր ենք արդեն ձևավորվել, ընթացիկ աշխատանքներ, քրտնաջան աշխատանքներ է պետք անել, որովհետև ամբողջ քաղաքական դաշտը Հայաստանում կոպիտ ասած կոլխոզ շուկայի է վերածվել, մարդիկ ոնց որ փնտրտուքի մեջ են, ոմանք այդ փնտրտուքի մեջ իրենց սեփական շահն են ման գալիս, դրա համար մի քիչ զգուշավոր ենք աշխատում, որպեսզի շահագործեն այս մաքրամաքուր արդեն կայացած խորհրդի կազմը։ Կուզենայի մի քիչ հարցնել պարոն Բազեյանի դատական գործից, տևական ժամանակ է այն արդեն ընթանում է, նաև բարբերաբար հետաձգում է նիստը, ինչու է այսպես, եւ եթե Նիկոլ Փաշինյանը այս գործով տուժող է համարվում, ինչու նա չի ներկայանում դատարան, ինչ կարող էր անել պարոն Բազեյանը Փաշինյանին։ Նախ սկսեմ դատավարություններից, ձեր հարցի պատասխանը։ Տեսեք, արդեն մի քանի նիստա մասնակցում ենք, որտեղ նիստերը բաց է, ինչ է կատարվում։ Աշխատում է փաստաբանների մի մեծ խումբ, հաճախակի առաջարկություններով, դատավորի հետ փորձում են ինչ-որ հարցերի շուրջ օրենքի սահմանված կետերի հետ կապված ինչ-որ հարցեր, քննարկումներ, բայց դատավորը կոնկրետ անում է դատախազի թելադրանքը, բացարձակ հաշվի չի առնում փաստաբանների կարծիքը, այնտեղ երիտասարդ տղա կա, առողջական խնդիրներ ունի, ինչ-որ տնային կալանքի հետ կապված խախտումներ էր արել, նորից ուղարկեցին, ազատամարտիկ է այլ շեժետն արդեն, նորից կալանքի ուղարկեցին 3 ամիս, այնտեղ փոքր խախտումներ էր արել կալանքի։ Ես հիշում եմ տնային կալանքի։ Տնային կալանքի, դե հիմա մարդ է էլի պատճառաբանում է, բժշկի է գնացել, դեղարնելու է գնացել, չգիտեմ, դատախազը պահանջեց կալանք, դատավորն էլ տենց վերցրեց միանգամից կալանք, փոխանակ մտածել մարդուն ինչով օգնեն առողջական հարցերով զբաղվեն, միանգամից նորից կալանքի տարան, որ երևի ավելի վատան է։ Ափսոս որ է տենց է, իսկ ինչ մնում է մեղադրանքին, տեսեք, մեղադրանքում այնտեղ սենց թեզ կա Բազեյան Ալբերտը մի քանի հոգով փորձել է ճեղքի ոստիկանական պատնեշը, գրավի կառավարության շենքը, ֆիզիկապես ոչնչացնի Նիկոլ Փաշինյանին։ Դե Նիկոլ Փաշինյանը քիմիական տար չի, Բազեյանն էլ կիսլատաներով չէր բարձրանալ, որ ոչնչացներ։ Իսկ ինչ մնում է նորմալ, եթե ձևակերպեին կյանքին վտանգ սպառնացել կամ չգիտեմ, ուզեցել է, չգիտեմ, ոնց պետք է օրենքով էդի նորմալ ձևակերպեին, ամեն դեպքում ինչ-որ մի հատ քիմիական հոդված են դրել, ֆիզիկապես ոչնչացնել կամ։ Հետո Բազեյանը առողջական այն վիճակում չի, որ կարողանար շտուրմ անել, կռիվ անելով, առաջվա Բազեյանը չէ, որ գործերով կարողանար կամ զինված կամ եթե դաժե առաջվաններ լինեն, այդ մարդը ամբողջ կյանքում օրինական դաշտի երբևիցե չի շեղվել։ Թե իր աշխատած տարիներին, թե քաղաքականության մեջ որպես ընդդիմություն։ Սի ուղղակի հիմա էլ էս դատերն են սենց ցկցկում, ամեն անգամ ինչ-որ մի հատ պատճառ է, որ ցուցմունք է տվել, այդ մարդը չէր եկել այս վերջին նիստին։ Ուղղակի կախման մեջ պահելն է, որովհետև ինքը ավելի շատ քաղաքական բնույթ ունի, կախման մեջ պահեն, ամեն վայրկյան կարանք կալանավորենք, քայլեր չանեք,
օրինական կլինի այդ քայլը, թե անօրինական կլինի, այտենց ոնց որ նշանակություն չունի, որովհետև տեսեք, մարդ են սպանում դատարանից ինչ-որ գրավ են դնում գումար, մարդասպանին հանում են, բայց մի հատ փոքր ինչ-որ ստից դեպքերով մարդկանց կալանքի են տանում, արդեն տարիներով պահում են կամ չգիտեմ։ Անհասկանալի մի հատ վիճակ է այսօր, ու այդ անհասկանալի վիճակը 20 թվականից այդ դատարանների հետ կապված 20 թվականից մինչև այսօր այդ քաոս բառը մենք շուշուտ շեշտում ենք, չէ՞, այդ եթերներում, այդ քաոս վիճակն է, չկա այսօր դատավարություն, չկա արդարադատություն, ամեն ինչը Նիկոլ Փաշինյանը, ես սեփական կարծիքն է, ինքը թելադրում է ում որտեղ ինչքան պահեն ու ոնց վերաբերվեն, այնպես որ այս ամեն ինչի դեմ պայքարել է պետք, որ դառնանք պետություն, հակառակ դեպքում չգիտեմ ինչ կլինի Հայաստանի վիճակը։ Ես կուզենայի դուք ձեր գնահատականը տաք այսօրվա ներքաղաքական իրավիճակին, արդյոք իշխանությունը եւ հատկապես խորհրդարանական ընդդիմությունը հաղորդ են Հայաստանի մարտահրավերներին։ Եկեք սկզբից անդրադառնանք խորհրդարանական ընդդիմությանը, որովհետեւ ստացվում է այնպես, ոնց որ սեփականը շնորհել են այդ աթոռը, դե ունել լծակներ, ֆինանսներ, նախկինում պաշտոններ են զբաղացել, շատ վատ են կառավարել երկիրը, այսօր նույն ձևով վատ ընդդիմություն են աշխատում։ Իրանց ցանկացած գործողության արդյունքում շահում է Նիկոլ Փաշինյանը, որ զավթել է այդ աթոռը նստել է։ Չի հավաքվում այսօր այս ընդդիմության կողքի ժողովուրդ։ Բացարձակ քանի անգամ կոչ են արել, մենք էլ որպես շարքային քաղաքացի գնացել ենք, կանգնել ենք, մասնակցել ենք։ Այս մարդիկ բարձանում են ամբիոն, ժողովուրդը հավաքվում է գալիս, հետո ասում են գնացեք, տենանք նորից ինչ անենք, ոնց անենք։ Կես ժամ ժամանակ տվին, մի ժամ։ 21 թվականին ծներոս ժողովրդին բերին, պալատկաներ խփին ազգել։ Իրանց մոտ չի ստացվում։ Տղեկ, լավ կլինի դուք ձեր ժողովրդին բաց թողեք։ Մենք ունենք ազնիվ կառույց, թողան մեր կառույցում մարդիկ միանան, դուք էլ գնացեք թոշակի, ձեր ժամանակը շուտվանից սպառվել է։ Իսկ իշխանության հետ կապված, իշխանությունը երջանկության մեջ ցնցում է, որ սենց ընդդիմություն կա Հայաստանում, որովհետև պարլամենտում լաչառավարի իրար հայոյելուց, անպատվելուց բացի ոչ մի բանով չեն զբաղվում։ Անդե մի հատ խոշոր գլխով տղակ է, ելում քացով խփում է, մեկը իշխնում է շշով, չգիտեմ, խփում փախնում է, պատիվ չի բերում ոչ մեր երկրին, ոչ մեր ժողովրդին, էսի, չգիտեմ, կոմեդիայի ժանրից է, ինչ այսօր ազգային ժողովը լուծարել է պետք, ու ժողովուրդը պետք է հավաքվի, որպեսզի արժանապատիվ մարդիկ կան ազգային ժողով ու զբաղվեն այս երկրի ճակատագրով։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ինձ ոչ ոք չի բերել, ինձ բերել է ժողովուրդը եւ երբ որ պահանջի ժողովուրդը, ես կհեռանամ։ Ժողովուրդը պահանջում է, բայց ինչու՞ն է չի հեռանում։ Տեսեք 18 թվականին Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանին բերողը կարողացան շատ կազմակերպված շախմատի ձիուքայլով խաբեցին 10 միլիոն հայ, երկիր մոլորակի վրա եթե կա 10 միլիոն հայ, բոլորից խաբեցին։ Ես ինքս օրինակ խաբնվել եմ 18 թվականին Սասուն Միքայելի ներկայությունը ու ունդեղ էլի ինձ համար շատ ընդունելի մարդիկ են ելել, որ Նիկոլ Փաշինյանի կողքն են ելել։ Ես մտածել եմ, որ սա ինչի իրականություն է։ Ես Փարիզում ես եմ կազմակերպել այսօր Նիկոլ Փաշինյանի մտերիմները անում են հանում իբր Փարիզում իրանք են հեղափոխություն կազմակերպել, դեսպանատան գործունեությունը դադարեցնելու, գործադուլ անելու, հիշում եք 18 թվականին Մոսկվայում չստացվեց ձերբակալեցին ժողովրդին տարան, Փարիզում ստացվել է, կազմակերպողը ես եմ ել, առաջինը ես եմ քայլ արել գնացել, իմ հետևից են մարդիկ եկել, ու մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը մտերմություն են անում, սենց խառախուրա մի քանի հոգի շահամոլ մարդիկ են, իրանց մասին չեմ ուզում խոսել։ Նիկոլ Փաշինյանին 18 թվականին այո վերել է ժողովուրդը, բայց խափնված ժողովուրդը։ Իսկ պատերազմից հետո արտահերթ ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը մենակով է խաբել։ Խաբել է, իսկ այդտեղ ներկայիս ընդդիմությունը ուղղակի չգիտեմ ինչ բառերով ասեմ, մի քիչ որ ավելի շատ հանրային լինի,
ուղղակի ներկայություն ապահովեց իբր գոյություն ունի ընդդիմություն, բայց իրականում բոլոր շանսերը տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը նորից օգտագործեց պետական բոլոր լծակները ու էլի խաբեց խաղաղության անվան տակ, հազարունի ձևի ստեր, նույն բանը հիմա է ելնում Գյումրիում, գնացել է ելույթ ունենում, Թալանը հետ կբերեմ, նկուղներում պահկված առնետներ բանես, վարչապետի բառապաշար, կամ այդ տղեն, չգիտեմ, մինչև նա մտքով տրամաբանությունով Իջևանի սարերում չի պատկերացնում, որտեղ է ջաթոռ զբաղացնում։ Հետո գերեւ այսակ տեսնենք Գյումրում անպայման իրանք անօրինականությունների են գնալու, այդ անօրինականությունները անելու են ուժային կառույցները, չգիտեմ, քննչականը կլինի, ոստիկանությունը կլինի, այդ հոտը արդեն գալիս է։ Ինչից եւ ինչպես սկսենք պայքարել այս ամենի դեմ։ Իմ սեփական պատկերացումով պետքա մարդկանց կոչանի, ժողովրդին կոչանի այն անհատը, որ կյանքով ապացուցել է, որ ինքն այս երկրի համար ծառայել է, աշխատել է, ոչ թե եկել է նստի վայելի, որ իր չաղ երեխան ջիպով Երևան քաղաքի մեջ մարդ լղջելով կնակը, այլ մարդը, որ աշխատել է, ապրել է համեստ կյանքով ու մինչև այսօր այդ համեստ կյանքով ապրում է, անկախ պաշտոնի աստիճանի ինչքան է բարձրել է, կան այդպիսի մարդիկ, փառք Աստծո, մեր նոր ձևավորված խորհրդի կազմում, հիմա ժողովրդի հետ պետք է աշխատենք, որ այս մարդիկ եթե գալիս են առաջվա նման աշխատելու ժողովուրդ։ Գնահատականը պետք է ժողովուրդը տա, Հայաստանի Հանրապետության բնակիչ է, հասկանա, ճանաչի, ում կողքին գնական, վերջո ամենամեծ խնդիրը Հայաստանում, որ առաջնորդի հետևից գնա մարդը։ Այսի արդեն վաղուց արդեն դարձել է լուրջ խնդիր։ Թե պատերազմի դաշտում, որ հրամանատարի հետևից գնա, այսօր այդ հարցերի պատասխանը չունի, ոչ կռվողը, ոչ զինվորը, ոչ քաղաքացին, որ էլ իր իրավունքների համար պայքարի, որ առաջնորդի։ Առաջնորդը պետք է ապացուցել իր կյանքով, որ ինքը երբևիցե աշխատել է, ծառայել է երկրին, ծառայել է ժողովրդին, չի թալանել, չի սպանել, այսօրվա չգիտեմ, կիսա Եվրոպա մետներ, կպներ, այս մարդիկ այրանց առավ են ինչ են, ես չեմ հասկանում։ Մի քանի օր առաջ տեսեք ուրեմն Գյումրի են գնացել Եվրոպա մետները, ցեն շամպայնով բանով նկարվել են ու դրանցից մեկը Ռուբեն Մեհրաբյան։ Լուրջ դեմքով խոսում է պետք է ռազմաբազան ռուսական հանվիստերից բան։ Ռուսական բազան էլ հանեք։ Այսօրվա այդ որ Սիրիայում մորթում են, սպանում են, ջարդում են, կոտորում են, կգան գլցվեն Արմավիրի կողմից, Գյումրվա կողմից, տարբեր կողմերից կմտնեն, կմորթեն, սրանց նպատակը սպիտակ դրոշ բարձրացնել, չէ ժողովուրդ։ Պետք է չթողենք էդի, կամ էլ պատրաստվեք մորթվելու, ես չգիտեմ ոնց դիմում։ Ես ինչ խելքի տեր մարդ չեմ ինձ համարում, որ ասեմ ես խելոք եմ, մի կոչը լսեք եկեք, չէ, բայց ես իմ կաշվի վրա այդ վտանգը զգում եմ, ես ուզում եմ պաշտպանվեմ, ուզում եմ օրենքով պաշտպանվեմ, ուզում եմ այս պետությունում իշխանություն լինի, կառավարություն լինի, բանակ լինի, որ ինձ պաշտպանի, ինձ իմ հարազատներին, արդեն խնդիրը ասել անհատական պաշտպանության մեջ հասկանում եք։ Հիմա եթե այդ չլվացված, չթրաշված այդ բայևիկները լսում են Հայաստան ու սկսում են մորթել է։ Իրանց նպատակն է ռուսական ռազմաբազա։ Մեր բանակը որտեղ է կանգնելու, ինչքան ռեսուրս ունենք, որ Ադրբեջանի սահմանին կանգնի, Թուրքիայի սահման, որտեղ կանգնի։ Ինչի մասին են խոսում вообще սրանք։ Վամպիր եք արել, հայ արուն այդ ինչ համ ունի, որ դուք այդպես ոգևորվել եք։ Մի անգամ 5000 հոգով արուն խմեցիք, հիմա ուզում եք 10-20,000-ի արուն խմեք։ Ես չգիտեմ ով են սրանք, իրանց կյանքով ինչ են արել երբևիցե այս երկրի համար, որտեղից եկան, որ աշխարհի որ պետության, որ մաֆիայի ծառայողներն են, չեմ հասկանում, այս մարդկանց ընդհանրապես պետք է շատ խիստ վերահսկողության տակ վերցնել։ Մենք եթե ունենք արտաքին հետախուզություն, եթե ունենք ազգային անվտանգություն, ես
այդ կառույցներին կոչ եմ անում, իմ կյանքը վտանգում են այդ մարդիկ, ես իմ համար եմ պատասխան տալի։ Դուք պետության մեջ կառույց եք, աշխատում եք, ամեն մեկը մարշալի պագոն ունեք, գեներալի սինուսի պագոն ունեք, բարձր աշխատավարձ եք իմ պետության բյուջեից ստանում, բարել եք պաշտպանեք, ինձ ես ինչ են ուզում անեմ։ Ով եք նստել եք դե ով, եթե թուրքը վաղը Թուրքիայից, եթե այդ բայովիկները լծվեցին սահմանը անցան, ոնց որ Սիրիայում արեցին, ու հիմա շարունակում են այդ ցեղասպանությունը։ Վաղը մտան, ուրեմն Հայաստանում ինչքան ինքնասիրություն ունեցող տղա կա, առաջ երթին այսօր Նիկոլ Պաշտպանողին պետք է ելնենք մենք ասենք տղա ջան, տեղը ճանաչի, դու մեր կյանքն ես ուզում, մեր երեխեքի, մեր ընտանիքների չպետք է թույլ տանք, ես արդեն չգիտեմ, կներեք, որ եթերում սենց մի քիչ ոգևորված եմ խոսում, բայց ես արդեն իսկականից ցեղասպանության հոտագալի ու հայ ձեռքով, կամ էլ չգիտեմ, հայ թե չէ, բայց հայ անազգանն եմ կերում։ Դե ինչ շնորհակալ եմ այսօրվա հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավիրի համար։ Իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն էր Սմբատ Մաթևոսյանը, կհանդիպենք։